հարավ դեռնեմ, որ հետը շման տամեր, ասեցի քեզ ասի։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ինչքան հնարավոր մոտ եկեք, որ լավ լսվի, շատ բարձր չխոսամ ուժերը խնայելու համար։ Բարձր պայք էլի դրոշները, նկարները, այս դրոշներն իրանց խորհուրդն ունեն, մի քիչ ասպրամ, բացվեք, ծրվեք ժողովրդի մեջ։ Ամեն ինչի խորհուրդը այսօր պարտադիր ես կներկայացնեմ։ Նախ հենց դրոշներից սկսենք, երեկվա հանրահավաքին, երբ որ Արտուրը պետք է մասնակցեր, այստեղ պետք է լիներ
թե Արցախի, թե Հայաստանի Հանրապետության դրոշները, որովհետև Արտուրը կարծում էր, որ Արցախ, Հայաստան նույն հողն են, նույն հայրենիքն են։ Ու պետք է միասնական լինեն։ Մյուս անգամ Արցախի դրոշն են լինելու, չի լսվում։ Ավելի ուժեղ բարձրախոս կա, ժողովուրդ։ Մյուս անգամ նաև Արցախի դրոշն ենք ներառելու։ Ընթացքում մենք պետք է կամաց քայլ առ քայլ իրականացնենք Արտուրի ցանկությունները, նպատակները, որոնց զոհ գնացնա, որոնց համար սպանեցին Արտուրին։ Արտուրին իր անձնական նկատառումներից չհայտնվեց բանտում, իր անձնական ցանկությամբ կամ չգիտեմ անձնական ինչ-որ բանի համար չհայտնվեց նման կարգավիճակում, հացադուլը։ Սա ստեյության երբ որ ասում ենք Արտուրի գործ, դա ժողովուրդ մեր գործն է, որն ամբողջովին ծառությունը վերցրեց Արտուրն իր վրա ու մահացավ, սպանեցին Արտուրին։ Դա մեր գործն է, բայց ամբողջ պատասխանատվությունն ինքն իր վրա վերցրեց։ Ինչա, խոսում են այն ամեն ինչի մասին, ինչ որ մենք խոսում ենք նմերում։ Խոսում ենք, որ հաց պետք է հասցնենք, բայց նա հասցրեց։ Խոսում ենք, որ չկա մի մարդ, որ միջև գնա իր պայքարի համոզմունքներով, գնաց միջև մահ, գնաց մարդը։ Այսօր չգիտեմ այդ ինչի հետևանք էր, երազում Արտուրին եմ տեսել։ Տեսել եմ ամբողջ այն ինչը որ ինքն էր ուզում, որ դուրս գա ամբողջ ժողովուրդը փողոց։ Տեսել էի, որ 100,000-ավոր մարդիկ փողոցում են, ու ինքը նստած մեծ է նայում։ Մեր դիմաց։ Դա իր նպատակն էր։ Չեմ ցանկանում ուրանալ նրա մահը։ Չեմ ցանկանում կորցնել նրա մահի արժեքը։ Զոհվեց, ինչպես կզոհվեր իսկական հերոսը։ Սպանեցին, ինչպես կսպանեն թշնամին իր թշնամուն։ Մեր հերոսին թշնամիները սպանեցին։ Արտուրը մեր բոլորի մեջ է։ Արտուրին մի դիտարկեք որպես միայն մարդ, դիտարկեք արժեքների համախմբում, բարձր բարոյականություն և արժանապատվություն, որ բոլորիս մեջ պետք է լինի։ Դժվարանում եմ խոսել շատ, անտանելի բարդ զգացում է, երբ որ շփվում ես մի մարդու հետ, ում մեջ տեսնում ես երկրի ապագան, ու այդ մարդը ընդամենը մի քանի ժամ հետո մահանում է, կամ մի օր հետո սպանում են, այսա պետք է շեշտեմ։ Երբ որ մենք ստեղ Ազատության հրապարակում մի քանի երիտասարդներով 30-40 կապ չունի, նստածույց էինք իրականացնում Արտուրի ազատման պահանջով։ Մեր նպատակը, միտքը, որ մեզ ոգեշնչում էր այդ ցրտին դիմանալ, պայքարել, որ Արտուրը պետք է ազատ արձակվի, ու սերունդներին իր նման դաստիարակի։ Իր մարդկային ոգին, բարոյականությունն ու արժանապատվությունը պետք է փոխանցի եկող սերունդներին։ Դուրս եկավ, փոքր սենց ցնծություն ունեինք։ Բարձր չէինք ասում, որտեղ լիքը խնդիրներ կա մեր երկրում։ Բայց գիտենք, որ Արտուրի նման մարդկան շնորհիվ, ու կոնկրետ Արտուրի շնորհիվ, թե 5 տարի հետո կլինի, թե 10 տարի հետո կլինի, հաստատ, թե հաջորդ օրը, հաստատ մեր երկիրը լավ վիճակում է հայտնվելու։ Որովհետև դաստիարակելու է իր նման մարդկանց։ Ժողովուրդ, երեք երթ իրականացրեցինք, այսօր ավելի ենք շատացել։ Ընդունում եք, որ ամեն օր պիտի իրականացնենք։ Ընդունում եք, որ ամեն օր տուն գնալուց Ընդունում եք, որ ամեն օր տուն գնալուց պետք է Facebook-ում գրենք, տենց օգտագործենք Facebook-ը, որ վաղը 6-ին օպերայում պիտի հավաքվենք։ Միջոցառում ընդունում եք, չէ՞ որ պիտի հրավիրենք մեր ընկերներին, երեք խոսացինք, ոնց 100-200 հոգի, բացառիկ բանի, միջոցառման մեջ հրավիրված էր 30,000 մարդ, որոնցից 2000-ից ավել մարդ պատասխան էր տվել։ Ու արդյունքը այսքանը, որ շատ ինչ
Չեմ հիշում եկել այսքան մարդ ես վերջերս երբ էր եղել։ Դրա համար ժողովուրդ ջան, այսօր հիմա մի րոպե։ Հստակ առանձնացված է մի քանի պահանջ։ Առաջին պահանջը, որը հրատապ է։ Պետք է մտածենք նպատակային, թե մեր գործողությունները ոնց պետք է շարադրենք, ձևակերպենք, որ ճիշտ լինի ժամանակի ու ընթացքի առումով։ Առաջին պահանջ, հստակ պահանջ, որ հիմա գնալու ենք մեր պահանջը ներկայացնենք, բացի դուրերը, որ Արտուրը պիտի ուղարկավորվի Եռաբլուրի Պանթեոնում։ Երկրորդ պահանջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք թե ուղղակիորեն և թե անուղղակիորեն կապված են Արտուրի սպանության հետ։ Կլինի արտարադատության նախարարը, դատախազը, թե ամենահասարած քննիչը։ Թե ամենավերևինը։ Ամենագլխավոր պահանջը, որի համար սպանեցին Արտուրին, կարելի այդպես ասել, որի համար մարդիկ գտնում են բանտերում, որը մեր բոլորի ցանկությունն է։ Հայաստանի իշխանությունը 2008 թվականին մարտի 1-ի սպանդով Սավտած իշխանության հեռացումը Սերժ Սարգսյան հանցագործի գլխավորությամբ։ Պահանջագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պահանջ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որ Արտուր Ռոբերտի Սարգսյանին առավել հայտնի որպես հացվերողը ուղարկավորեն Եռաբլուրի Պանթեոնում։ Արտուր Սարգսյանը մասնակցել է արձակյան պատերազմին։ Հրաձենային վիրավորում է ստացել դիրքերը հասանելու ընթացքում։ 2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 7:00-ի սահմաններում Արտուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ջերքել է Էրբունի ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող սարսած վերխմբավորմանը։ Այս քայլը ևս կարելի է համարել զինվորական ոգու ու բարության դրսևորում։ Նա ձեռքերը ծալած չի նստել, այլ փորձել է պայքարել և կարող էր ժամանակին հենց դիրքերում էլ զոհված լիներ։ Հացվերողը 2017 թվականի մարտի 16-ին ազատության մեջ հայտնվելու 10-րդ օրը մահացել է Արմենիա բժշկական կենտրոնում։ Նրա մահվան լուրը հասարակության լայն շրջանակում տխուր արձագանք ստացավ և ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ժողովուրդն ընդունել ու սիրում է նրա յուրահատուկ մարդկային տեսակը։ Ուստի մենք մեր պահանջը համարում ենք արտարացված և ևս մեկ անգամ հորդորում ենք, որ չատեսեք այն։ Հարգանքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Հեսա մի վարիկան, հեսա մի բաներ պիտի ասեմ։ Պահանջով գրես, պահանջով, ոչ թե հարգանքով, հարգանքը արտանանան, որ հարգանք գրես պահանջով։ Ժողովուրդ, այս քիչ ավելի քննարկումային անենք այս հարցը, շատ կարևոր է։ Քանի որ մենք լավ գիտենք, ովքեր են Հայաստանի Հանրապետությունում, կարելի ասել է դատաբժիշկները և այլն,
Խաղը որոշել են արտուի դիահերթումը կազմակերպել։ Կարծիքներ կան, առաջարկներ կան, որ կարողանան կազմակերպել արտասահմանից մարդկանց անկախ դատավժիշկների բերել, որ հետևեն այդ ընթացքին։ Ինչ որ առաջարկներ ավելի մասնագիտական մարդիկ կան, որ տեղեկացված են, կամ ինչ որ առաջարկ կա այդ առումով, թե ինչպես կարող են կազմակերպել արտասահմանից դատաբժիշկի բերելը։ Ես օրինակ չեմ մտածել, կողքից հուշեցին։ Չկան առաջարկներ։ Լավ, երթից հետո։ Ուրեմն, ժողովուրդ, հիմա հեսա սկսում ենք 2 րոպեից երթը սկսում է։ Շարժվում ենք Ազատության հրապարակով, Մաշտոցի պողոտա, Ամիրյան։ Շահին ջան, Հարգելի ժողովուրդ, ցավակցում ենք մեզ բոլորիս, որտեղ Արտուրը հայ էր, Արտուրը մեր եղբայրն էր, մեր ընկերն էր։ Նա նահատակվեց, որպեսզի ազատ արձակվեն մյուսները։ Այսօր Վերաքնիչ դատարանը ազատ արձակեց իմ տղային Հայկ Հովհաննիսյանին, որը ձերբակալվել էր խորենացուց ամսի 20-ին։ 8 ամիս հանրապետականի զնդաններում տառապելուց հետո այսօր ազատ արձակվեց։ Շնորհակալություն դատավորներին, որտեղ պահվածքը շատ լավն էր։ Արտուրը նույնիսկ մահանալու, իր մահանալով, էլի փրկություն բերեց տղաներից մեկին, որտեղ սրանք տեսան, որ այս շարժումը նահան չունի։ Ցավակցում եմ կրկին անգամ բոլորի, Ժորժ ջան։ Կցանկանայի այսպիսի հայրենասեր հայեր մենք շատ ունենայինք։ Ժորժ ջան, սկսում ենք երթը, խնդրում եմ դրոշակակիրները, Արտուրի նկարող մարդիկ կանգնեն առջևում։ Այսօր երթից հետո բացվելով վաղվա միջոցառման երթի միջոցառումը Facebook-ում, խնդրում եմ բոլորից, եթե ցանկանում եք, եթե ցանկանում եք այսքան բաներ լինենք ու ավելի ընդարձակվենք, գրեք սնա կեսի Կամաց շատանում ենք, բոլոր պահանջների լուծումները գտնում ենք։ Այո։ Չէին ընկերներս մեծ հաշով չէին հավատում, որ շատ մարդ է գալու, ես հավատում եմ միշտ, որ ամեն ինչ լավ անելու։ Արտուր օրինակ է մեզ բոլորիս համար։ Ապրես։ Երթուղին Ամիրյանը, պրասպեկտո, Մաշտոցի պողոտայով, Ամիրյանով, կառավարություն, այնտեղ մենք